Բարև Անի ջան։ Ողջույն Ավետ ջան։ Ոնց ես։ Շնորհակալություն, լավ եմ, դու ոնց ես։ Շատ լավ։ Մենք վերջապես հանդիպեցինք։ Հուսով եմ մենք էլի կհանդիպենք։ Առաջին ոդքասթն է, որ անում ենք իրար հետ ու նաև առաջին ոդքասթն առհասարակ, որ նկարում ենք։ Անի ջան, կուզեմ մի հատ քեզ կարճ ներկայացնես։ Շնորհակալություն հրավերքի համար եւ շատ ուրախ եմ այս առիթը ստեղծելու համար, որ բացվում է մի նոր դաշտ, որտեղ որ խոսվելու են կարևոր թեմաների շուրջ։ Եվ լիահույս, որ ինքը շարունակականություն է ունենալու։ Ես Անին եմ Ենգիբարյան, հոգեբան, հոգեթերապևտ, շուրջ 15 տարվա արդեն պրակտիկ փորձառությամբ, շատ բազմապրոֆիլ է իմ մասնագիտական աշխատանքը ստացվել, որտեղ հետաքրքրությունների եւ իրավիճակներից ելնելով հայտնվել եմ տարբեր ոլորտներում, հետեւապես եւ մասնագիտական գործունեությունը ծավալել եմ ըստ այդմ, թե բժշկական ոլորտում, կլինիկայի հատվածը, թե ճգնաժամային ոլորտ, ընդհանուր մինչև պատերազմ, թե կրթական ոլորտ, թե տարիքային տարբեր խմբերի հետ աշխատանք, եւ ներկա պահին ավելի քան կենտրոնացված եմ կրթության ոլորտի հոգեբանական աշխատանքներ իրականացնելով, դասընթացավարությամբ, որը իմ մասնագիտական գործունեության շատ ավելի հաճելի հատվածն է, սիրում եմ վերապատրաստումները ու ներկա պահին ավելի ակտիվացրել եմ այդ ոլորտը։ Վերջին 2 տարիներին արդեն մասնագիտացվածությունս գնացել է հոգեթերապևտիկ ուղղվածության հետ զուգահեռ քոչինգ ոլորտը, որովհետև մեր օրերում շատ կարևորում են, որ թիմային դաշտում պետք է լինեն ավելի հուզական գրագետ, ավելի փոխհամագործակցային հարաբերություններ, որպեսզի կառույցը ինքը կարողանա շարժվի առաջ ըստ նպատակի։ Այսինքն հուզական, քանի որ բժշկական ֆորմատը մերը, այ մատ ասա, օրինակ, երբ բժիշկը, սկսենք բժշկից, երբ որ բժիշկը լինում է հուզական, ինքը ոնց կարա էդի հաղթարի, եթե պետք է հաղթարել իհարկե, կամ եթե չի հաղթարում, ինչ գործիքակազմ կարող օգտագործի, որ ինքը իր հուզականությամբ իրան չվնասի, որովհետև շատ բժիշկներ կան, օրինակ ասում ես վիրատան չեմ մտնես, առնում տեսնում վատանում եմ, մյուս ասում է ես օրինակ մանկաբույժ չեմ դառնա, ես երեխաների տառապանքը չեմ կարողանում տանել եւ այլ եւ այլ։ Նախ եւ առաջ կուզեմ ասել, որ բժիշկ մասնագիտությունը բավականին բարդ մասնագիտություններից մեկն է, այն առումով, որ ինքը ուղիղ առնչություն ունի մարդու հետ։ Եթե մարդու հետ ենք աշխատում, նշանակում է մեր հուզական եւ մտավոր եւ բոլոր ռեսուրսները ակտիվ գործունեության մեջ են։ Բժշկի պարագայում եւս պետք է շեշտադրեմ, որ հուզական գրագիտություն ասվածը շատ կարեւոր է։ Նախ ինչա իրենից ներկայացնում հուզական գրագիտությունը, սա այն կարևոր դետալն է, շատ հիմնարար դետալներից է, երբ որ մարդը նախ եւ առաջ պետք է ճանաչի, հասկանա, վերլուծի սեփական հույզերը։ Հասկանա, որ կետից է ինքը սկսում լարվել, որ կետից է ինքը իրեն վատ զգում, ինչն է պատճառը, որ ինքը չի կարողանում աշխատել երեխայի հետ, ինչն է պատճառը, որ տարեցի հետ հարաբերությունները չեն ստացվում, որտեղից է գալիս այս հուզական վիճակը։ Եվ այստեղ գալիս է օգնության հենց հոգեբանական մի շարք գործիքակազմ, մասնավորապես մեր օրերում վերջի շրջանում ավելի այդ գեշտալտ մոտեցումներն են շեշտադրված, որ ընդհանրապես գեշտալտը մի հատ կարճ ասավորն է, որովհետև ոնց նկատել եմ մարդիկ գեշտալտը խառնում են ինչ որ այլ բաների հետ լղոզված պատկեր է ստացվում, թե ինչա գեշտալտը։ Ես ավելի պարզ ձևակերպում կտամ դրան, դա մարդու ամբողջականությունն է, այսինքն յուրաքանչյուր իրավիճակի, էմոցիայի եւ ապրումների ամբողջական ընկալում հասկացում, որտեղ որ մարդը իրեն կիսատ չի զգում։ Լրացում այն բոլոր տարերի, բաղադրատարերի, որը չի գիտակցվել կամ դուրս է մնացել իր համակարգից, գիտակցական համակարգից, եւ գեշտալտի կարևոր դրույթը նրանում է, որ մարդուն բերել ամբողջականության, բավարարվածության։ Եթե վերադառնանք մենք բժշկական ոլորտ բժշկի, ապա այս աշխատանքում եւս կարևոր է, որ մարդը, մասնագետը ինքը հասկանա, որտեղ է ինքը կիսատ, որտեղ է իր կիսատությունը,
որովհետև տարբեր ասպեկտներում հավանական ինքը ունենում է հուզական տարբեր արձագանքներ։ Տնօրինության կողմից անբավարարվածություն կա, կամ ոչ համապատասխան արձագանք աշխատանքի ու ոգեշնչումնակորում, նույնականացումներ կան պացիենտի եւ իր անձնական դաշտում եղած փորձի հետ, եւ այստեղ կարող են բախվել նորից հուզական վիճակները եւ գեշտալտ ասվածի եւ հուզական ինտելեկտ ասվածի միակցությունն եմ ուզում նաեւ տանել նրան, որ կարեւոր է բժշկի հուզական վիճակի ամբողջականությունը, հասկացված լինի ինքը իր համար եւ ընդունի իր հուզական վիճակն այնպիսին ինչպիսին կա եւ տանի դեպի լուծման եղանակների։ Միանշանակ հոգեբանության ոլորտում տեխնիկաները, մոտեցումները, մեթոդաբանությունը բավականին հարուստ է, մասնավորապես վերջին իրադարձություններով պայմանավորված մասնագետները բավական մշակել են ու ոչ միայն վերջին, թարմացվել են ավելի շատ տեխնիկաները, որը թույլ է տալիս մարդուն գնալ ինքնավերլուծության։ Սա այն կարևոր դրվագն է, որ յուրաքանչյուր մասնագետ եթե խոսում ենք բժշկից, բայց բժշկից զատ այլ մասնագետներ էլ ու մարդ ընդհանրապես պետք է գնա ինքնավերլուծության, հասկանալու իր բոլոր բաց տարածքները եւ լցնի դրանք նրանով, ինչը իրեն ամբողջացնում է, ինչը իրեն բերում է այն դաշտ, որտեղ որ ինքը իրեն կզգա լիարժեք։ Եվ այս պարագայում նոր հարաբերություններ կառուցելու աշխատանքային միջավայրում հիվանդի հետ կապված հարաբերությունները կդառնան ավելի ապահովագրված եւ մասնագետի եւ պացիենտի պարագայում։ Այսինքն ես ճիշտ հասկացա, եթե բժիշկը իրեն ապահովում է որոշակի տեխնիկաներով, սա գործում է միշտ, թե ընդհանուր ես հասկացա սա, որովհետեւ սա անընդհատ փոփոխվող զարգացող process է։ Ճիշտ ես հասկանում, որովհետև մեր հուզական, հոգեկան process-ները իրենք մեկ անգամյա չեն։ Ես այսօր ապրեցի ջղայնության զգացումը, չվերլուծեցի, իրեն չամբողջացրեցի, չկարգավորեցի, ինքը մնում է իմ ներսում։ Սովորաբար մենք ունենք նաև հուզական հիշողություն ասվածը, որ մեր հույզերն ու ապրումները իրենք ինչ որտեղ ներքնայնացվում եւ ինչ որտեղ մնում են, եթե իրենց հետ չենք աշխատում։ Իսկ մարդը մի համակարգ է, որ բարբերաբար իրավիճակներ են փոխվում, իրադարձություններ են փոխվում եւ այո, սա անընդհատ մարզման ենթակա process է, դադար չունի։ Հարցը կայանում է նրանում, որ մարդը բարբերականությամբ պետքա գիտակցությունը այնքան ակտիվ պահի, որ զգա, որ հատվածում է ինքը սկսում իջնել, որ հատվածում է ինքը սկսում իր ապրումների հետ կապված անհաշտ լինել, որոնք որ իհարկե հարաբերություններ են տեղափոխվում կամ աշխատանքային միջավայր։ Հենց տվյալ պահից սկսած մարդ պետքա սկսի իր հետ աշխատանք անել, երբ որ գիտակցեց, որ իրեն լավ չի։ Եթե իրեն լավ չի, դիմացինին լավ չի։ Եթե այս համակարգում երկուսն էլ շատ վատ են, հետեւաբար ինչ որտեղ արդեն գնում է ոչ արդյունավետությունը։ Իսկ կներես, որտեղ է այդ սահմանը, որ պետքա բժիշկը հասկանա, կամ եթե բժիշկը չէ, բաժնի վարիչը, տնօրինությունը կամ գոլեգան հասկանա, որ այս մարդուն արդեն օգնություն է պետք, որովհետև հուզական վիճակում բոլորս չեն կարողանում stop դատել, շատ քիչ մարդկանց է դա բնորոշ, որ իրենց կարող են զսպեն, որովհետև դա տարիների փորձից ելնելով է եկել դրան։ Մի հատ փոքր գործիք ասես, որ մեր գոլեգաները կարողանան օգտագործել մեկը մյուսին օգնելու համար։ Ես անկեղծ կասեմ, նման պարագայում գործիք առաջադրելը ոչ գրագետ տարբերակ է, որովհետև դա փորձարկման ենթակա է ավերջան, բայց կան փոքրիկ կարճ տեխնիկաներ, որոնք մասնավորապես հուզական լարվածության ու բացասական հույզերի ուղղված կամ կանխման ուղղված տեխնիկաներ են, շնչառական վարժություններն են, շատ արագ, որ երբ որ դու հուզական լարված վիճակում ես լինում, փորձում ես կարգավորել նաև քո մարմնի վիճակը, քո հույզի համապատասխան։ Կամ
հաշվարկային տեխնիկաներն են, երբ որ հաշվում ես 1-ից մինչև 10 կամ քեզ րոպեական ժամանակ ես տալիս, որպեսզի դու թուլանաս հանգստանաս, որպեսզի քո միտքը արագ որոշումներ չկայացնի, քանի որ երբ որ մենք գտնվում ենք հուզական լարված վիճակում, այս պարագայում միտքը չի հասցնում վերլուծել եւ մարսել իրավիճակները։ Ինքը արագ ինչ որ հորմոններ է քեզ փոխանցում եւ դու անկառավարելի ես դառնում եւ հարցի հաջորդ կողմը գալիս է, երբ որ մենք գիտակցական դաշտում բերում ենք մեր հույզերին, մենք տանում ենք մյուս process-ը կառավարել, թե հուզական, թե վարքային մոտեցումները եւ այստեղ են արդեն սկսում աշխատել այն մեխանիզմները, որոնք որ կարգավորման են տանում։ Եթե խոսենք ղեկավարության, մենեջմենտության, բաժնի վարիչների մասով, հա, քանի որ իրենք են մեծապես կառավարում, տնօրինում հաստատության ինչ-որ բաժինները, որ պահից պետք է գիտակցեն ու հասկանան իրենց աշխատակցի հուզական վիճակը, այն պահից, երբ որ տեսնում են, որ ինչ-որ բան տեղաշարժվեց։ Եվ այդ պահից սկսած շատ կարևոր է, որ այո, հենց ղեկավար կազմը ինքը առաջին կարգով գնա հասկացման, ոնց մոտեցում ձևավորեց, ինչ արտահայտություններ ձևավորեց, ոնց մատուցեց կամ ընդունեց, որքանով մոտիվացրեց կամ իջեցրեց մոտիվացիան իր աշխատակցի։ Այսինքն այստեղ ամենաառաջի եւ գլխավոր կետը, եթե մենք խոսելու ենք փոխհարաբերությունների մասին, հուզական գրագիտության ենթատեքստով, նախ եւ առաջ շատ կարեւոր է, որպեսզի աշխատակազմի ղեկավարը ունենա նպատակ եւ նաեւ այդ նպատակի մեջ դնի իր աշխատակիցներին։ Այսինքն հստակության սահմաններ ունենան բոլորը, միասին ուր են գնում եւ ուր գնալը, որտեղը հատվելու եւ դրանից այն կողմ որքան է իմ աշխատակցի ազատությունը աշխատանքային միջավայրում, ինքը ինչ ազատություններ ունի եւ որտեղ են այդ ազատությունները սահմանափակվում։ Սովորաբար մենք շատ հաճախ տեսնում ենք, որ թիմերում մենք ունենք մտածող, գործող, կառավարող մարդիկ։ Ու դրանք տարբեր մարդիկ են միշտ։ Այո, դրանք միշտ տարբեր մարդիկ են լինում եւ այստեղ ղեկավար կազմի չէ ասի բաց է, բայց այն հմտությունը հասկանալ իր թիմում ինքը ով ունի ու ոնց է իրենց ճակերտավոր ասած աշխատեցնում, շատ կարևոր է։ Մի հատ լրացում անեմ, մենք բժիշկներս, որովհետև սովորում ենք սովորել, բուժել դեղերով, վիրահատությամբ, բայց մարդկանց հետ շփումը շատ բժիշկների համար դժվար է ստացվում, որովհետև դա առանձին հմտություն է, որը համասարանում մենք չենք շփվում, որովհետև այն հմտությունները, որ բնատուր են շատերի մոտ, պետքա զարգացնել որոշակի դեպքում կարծում եմ։ Բայց մեծամասամբ էդի գալիս է առաջի պացիենտի հետ, երբ որ դու բախվում ես ճակերտավոր ասած, դու հասկանում ես, որ այստեղ ես մի քիչ թերացա, որովհետև ինքն ինձ չհասկացավ էսի։ Այս բացը ոնց կարելի է լրացնել շփման մեջ, որովհետև շփումը գլխավոր պայմանն է հաջող բուժման։ Միանշանակ մասնագիտությունը ունի իր կառուցակարգը, որը ձևավորում է նաև գիտակցություն, ես ինչի համար եմ ու ով եմ ես, ու իմ գործիքները ինչպիսին են։ Որքան իմ փորձը ցույց է տվել, բժշկական ոլորտում աշխատող մասնագետները ունեն նման մոտեցում, միգուցե լսարանը հիմա մի փոքր իմ հետ չհամաձայնվի, բայց ես փորձի արդյունքում եմ հիմա ձևակերպում այս միտքս, որ կա ենթագիտակցական մի պատկեր, որ բժիշկը Աստված է ու ամեն ինչ կարող է։ Ու ամեն ինչ իր ձեռքերում է։ Հետևաբար նաև այս գիտակցության մեջ մտնում է, որ բոլոր պարագաներում ինքը հնարավոր եւ ճիշտ է։ Հա, այս գիտակցությունն է մտնում, բայց հարաբերությունների մասշտաբով ինչ որտեղ մենք սկսում ենք ունենալ այդ տարաձայնություններն ու բախումները եւ քանի որ բժիշկը ունի հստակ գործիք իր համար օրինակ մկրատով կտրել, հատել, վերցնել օրգանը տեսանելի է, շոշափելի է, հոգեբանության դաշտում այս իրավիճակներն ու հարաբերությունները անտեսանելի են։ Չես շոշափում դու իրենց ձեռքով եւ հետեւաբար այո այս զգայական դաշտը կարեւոր է
մասնագետ բժշկին, որպեսզի ինքը հասկանա նաև հարաբերություններում իր մասնագիտությունը որքանով պետք է ունենա գործիքներ, որպեսզի կառավարելի դարձնի իրավիճակը, որովհետև պացիենտները մեծապես, եթե գալիս են բժշկի մոտ, գալիս են ճակերտավոր փրկչի մոտ, գալիս են որ իրան փրկի, որովհետև ունեն են վստահությունը, որ բժիշկն է տալիս այն կարևոր դեղորայքը, որով որ իրան բուժում կունենա, ինքը կբժշկվի եւ հասկանալի է, որ հիվանդը արդեն հոգեբանորեն որոշակի ոչ ստաբիլ, ոչ կայուն վիճակում է լինում եւ էմոցիոնալ դաշտով արդեն իսկ նորմայում չի գտնվում, բայց հենց այս կետում է, որ բժշկի համար կարևոր է հասկանալ նաև իր հիվանդի հուզական վիճակը, հոգեբանական վիճակը եւ ստեղից հենց գալիս է ինչպեսի հարաբերություններ եմ ես ստեղծում, ինչպես եմ ես ճակերտավոր մատուցում ինձ իմ պացիենտին, որտեղ որ գալիս են արդեն բժշկական էթիկական նորմերը, փոխհարաբերությունների, որի մեջ կետ պետք է ավելանա կամ եթե կա լինել էմպաթիկ կա այս կետը, լինել ապրումակցող։ Տարբեր խմբերում մարդիկ գրում են այնպեսի բժիշկ առաջարկեք, որ կարեկցող լինի, լավ բժիշկ լինի, լավ մարդ լինի։ Բայց վստահ եմ, որ այն մարդու մոտ, որ իրանք ուզում են գնան, այնտեղ անուններ են նշվում, մեծամասամբ շատ հայտնի բժիշկներ են ու իրանց կարելի ասել իրանց գործի վարպետն են, ուղղակի դեմքեր չեն իրանք։ Բայց գնում են բուժումը ստանում են երբեմն, բայց մեկը դժգոհ է մնում, ասում են մի բան են չէր։ Այստեղ կարանք ասենք, որ այդ էմոցիոնալ այդ փակվածությունն է, որ պացիենտը ուրիշ բան պատկերացրել է, բժիշկը տարիների փորձից ելնելով իրան ապահովագրել է ու շատ էմոցիոնալ դաշտ չի մտել, որտեղ օրինակ խոսենք ուռուցքներից, շահորագոյացություններից, որոնք դու չես կարող բոլորի հետ ապրումակցես, դու գժվես ուղակի մի պահ, չես կարող բոլորին այն կարգի ապրումակցես։ Ցավոք գիտությունը 4 թվերի, 4 ստատիստիկայի հիմքով է այդ ամեն ինչը։ Հետևաբար էմպաթիայի մասին մի քիչ ես կզգուշանայի խոսել, ես անձամբ, որովհետև ես հոգեբան չեմ, դու ինձ պիտի ասես այդ մասը։ Այ ոնց գծենք այս սահմանը, որ բուժառուն գոհ լինի։ Բժիշկն էլ իրան բավարարված զգա, որ ինքը այդ մարդուն բուժել է, ինքը մինչև վերջ գոհ են, կարգին արտմապես չդառնա։ Տորերն դե բժիշկ, իսկի մի աճնշում ես չչափեց, որ այդի չդառնա։ Ես սովորաբար այս պարագայում հարցնում եմ մարդկանց, ինչ եք հասկանում էմպաթիա կամ ապրումակցում ասելով։ Որովհետև մեր ընկալումները շատ տարբեր են։ Եվ սովորաբար մեծամասամբ հանրությունը ապրումակցումը հասկանում է նստել եւ դիմացինի հետ լացել այնպես, ինչպես ինքն է լացում։ Բայց իրականում ապրումակցումը դա չի։ Ապրումակցումը իր մեջ ունի տարրեր, որոնք խոսում են նրա մասին, որ բաց լինել քո հիվանդի, քո պացիենտի հետ, որպիսի ինքը իրեն ապահովության դաշտ զգա այն տարածքում, որտեղ որ ինքը գտնվում է։ Մենք ունենք ակտիվ լսողության տեխնիկան հոգեբանության մեջ եւ սա էլի ընկալման տեսանկյունից տարբեր ձև ենք ընկալում հանրային դաշտում, ինչը ակտիվ լսողությունը, նստել անվերջ լսել, սա չի։ Բառային արտահայտություններ են, որոնք թույլ են տալիս դիմացինին զգալ հասկացված, զգալ ապրումակցված եւ մեծապես այս բառերի մեջ չի ենթադրում ենթատեքստեր, որոնք գնահատող են, որոնք քննադատող են։ Քանի որ մենք էլ որպես մարդիկ եթե դուրս գանք, ես էլ որպես հոգեբան դուրս գամ իմ մասնագիտական դաշտից ու որպես անձ, ինձ էլ քննադատական կամ գնահատող արտահայտությունները որ ասում են, ես էլ եմ սկսում մտածել, արդյոք ճիշտ հասկացվեցի, արդյոք ես ճիշտ ներկայացա, իմ ներսում էլ է գնում, եթե չլինեմ մասնագիտական վերլուծության դաշտում, իմ ներսում էլ եմ ես սկսում զգայական ինչ որ տարեր զգալ, թե բժշկի, թե այլ մասնագետի կողմից, եւ սա շատ կարեւոր է Ավետ ջան, երբ որ մենք չենք քննադատում մեր հիվանդին, չենք ասում, բա ինչ ես դու, այս բանը չես արել ու սրա արդյունքում ձեռքես բերել սա, վայ բատենում ես այս քո վիճակը, ու ասեն շարքը գնում է։ Ախր մարդը ոնց որ եկել է ու իրան վնաս է տվել
մի քիչ անընդունելի է դա որ մարդը գալիս է իրան վնաս տված իրոք բորբոքվելու է դա ջղայնանալու է ես եմ ունեցել այդ զգացողությունը ինչի ենք ջղայնանում փոքրիկ վերլուծական բան անենք հիմա ինչից է ջղայնացել երբ որ ինքը իրեն վնասման տարեր է օգտագործել ու վնասել է առողջությունը ինքնագլխությունը առաջին հերթին որ ինքը իրան որոշել է որ ինչ որ բան պետք է ավել կամ պակասանի հարևանի կամ սա նրա խորհրդով իսկ եթե ինքը պետք է գնար խորհրդի ուրիշի մոտ ինչ է եկել իմ մոտ որ բուժում ստանա ես իրան տվել եմ բուժում իսկ այդ բուժումը ես նենց ինձանից եմ հորինել դա բազմաթիվ մարդկանց կյանքի գնով ձեռք բերված ինֆորմացիա ու այդ չգնահատելը այդ է ինձ վիրավորում որ իրոք ես քո համար եմ անում ինչ ես դու քեզ վնասում այդ է ինձ վիրավորում տեսեք այստեղ արդեն բժշկի անձի հետ ենք աշխատում ինչի է բժշկի անձը վիրավորվում այստեղ բժիշկը չի վիրավորվում այլ իր անձը ու ենթատեքստային ու իր ներսում տարբեր տարեր կարող ենք դուրս բերել Իմ հոգեվերլուծականն կանում հիմա Հիմա չէ քո հոգեվերլուծականը չէ բայց ընդհանուր ոնց որ սխեման այսպեսին է ստացվում երբ որ համակարգում կա հստակություն եւ տեղաշարժեր են տեղի ունենում նշանակում է այստեղ մեր մասնագետը չխոսեց մեր անձը մտավ մասնագիտության մեջ ինչի եմ ես ջղայնանում երբ որ հիվանդը իմ նշանակած բուժումները չի ստանում որովհետեւ եթե մի քիչ հետ գնանք կտեսնենք այնտեղ ինչ որ անվստահելի իրավիճակներ են եղել իմ կյանքում որ հիմա նաեւ իմ ստացվում է իմ հիվանդը սկսեց ինձ չվստահել սա չգիտակցված է շատ բարագաներում լինում ավեջան բայց նաև եթե հետ վերադառնանք մեր այդ ապրումակցման այս ենթատեքստով ներկայացնելուն խոսում է նրա մասին որ ես նաև պետք է ունենամ համբերատարության էմոցիոնալ այսին վիճակը կամ վարքային մոտեցումը որ իմ հիվանդին հասկանամ ինքը ինչի չի կարողանում դա ընդունի եւ բոլոր պարագաներում մարդը ունի ընտրության հնարավորություն այսինքն ինքնավորոշում ես բավոր շարունակենք եթե ինչ ես բաց ընտներից վրա չեմ գորգռում չեմ ջանետի անում եմ մաքսիմալ վայ ինչի չեսա բայց մեջս ինչի չես արել էսի շնորհակալություն ավեջան հենց սա է դու կարող ես ժպիտով ասել բայց բոլոր պարագաներում քո ներսում էմոցիաներ են կուտակվում եւ հաջորդ անգամ 4-րդ 5-րդ հիվանդի պարագայում հավանական դու կարող ես արդեն պորտկալ ունենաս հիասթափություն ու սկսի դրանից քո աշխատանքի որակը ընկնել եթե հիվանդները ես ասում եմ չեն անում հետեւաբար երկու հատ բան կնշանակեմ թող գնա կանի չի անի հայ իրա գործն է ես հասկանում եմ եւ ընդունում եմ որ իմ ասելիքը միգուցե հիմա շատ sense պաթոսիկ երևա որ խոսելը հեշտ է բայց գործի մեջ այդպեսին չի ես ունեմ մի մոտեցում ցանկացած մասնագիտության պարագայում որ յուրաքանչյուր բան փորձի արդյունք է յուրաքանչյուր բան մարզելու արդյունք է այսինքն դա միանգամից չի ձևավորվում միանգամից ես չեմ կարող հանգիստ նստել ու իմ հիվանդին բացատրել բժշկի մասնագիտության մեջ մտնում այդ բացատրական կողմը բայց դա հենց քո ասացի պես պրակտիկայում ենք սովորում դա գրքերում գրված չի թե ոնց պետք է անել դա ու ցավոք այո ես կուզենայի անդրադարձ անել հենց բժշկի խոսքին էթիկայի սկզբունքներից երբ որ խոսում ենք առողջապահության ոլորտի մասնագետների կարևոր բաղադրատարը խոսքն է մեր բժշկի խոսքը շատ կարևոր է որքան դեղորայքները նույնքան եւ հավասարապես կարող եմ ասել որ խոսքը եթե վստահելի չի լինում մասնագետի բժշկի նշանակացնել կարող է անվստահություն հարուցել վերջի օրերի իմ փորձը կարող եմ ասել երբ որ բժշկական հետազոտմանը եւ իմ թերապևտը առանց կոնտակտի առանց աչքերիս մեջ նայելու նայում է համակարգչի նայում է ընդհանուր իմ հետազոտման պատասխանները եւ ինչ որ բաներ է գրում ու վերջում ինձ ասում է գիտեք ինչ ձեզ մեյլ կուղարկվի հիմա քիչ հետո ըստ այդմ կարող եք գնալ այլ նեղ մասնագետների մոտ հետազոտվելու բայց ես ունեի ակնկալիք որ մենք զրուցելու ենք իմ խնդիրների վերաբերյալ ես ներկայացնելու եի որ ես նաև այս գանգատը ունեմ իմ օրգանիզմում հետեւաբար ինչ անհրաժեշտ է այս պարագայում այսինքն ես անկեղծ ասեմ անվստահություն ձևավորվեց եւ երկրորդ անգամ ես այս թերապևտի մոտ չեմ գնա ես կփոխեմ իմ թերապևտին
Եթե ես ինքս այս մոտեցումներից ունեցել եմ այս զգացումը, ինքս ասվածը, եթե մասնագետ լինելով հանդերձս վերլուծությանն եմ եկել ու ունեմ հստակ պատկեր, որ թերապևտ եմ փոխելու, հետեւաբար մյուս մարդկանց պարագայում, մասնավորապես ծանր հիվանդություններ ունեցող հիվանդների պարագայում, բնականաբար խոսքը ամենանուրբ գործիքն է եւ տոնայնությունը ամենանուրբ գործիքն է։ Ոնց ես դու մատուցում ինֆորմացիան։ Ոնց ես քո հիվանդին ներկայացնում թե բուժման, թե բուժումներ ստանալու, ինչ տոնայնությամբ ես դա ասում, սա շատ կարևոր է, որտեղ մեր զգայական շեմը հիվանդության պահին բարձրանում է։ Դու լսում ես ոչ թե վերլուծելով մտքով, որ այս դեղը խմեմ կանցնի, այլ ասում եմ, որ այս բժիշկը ոնց որ ինձ վստահություն ներշնչեց։ Սովորաբար մենք հիվանդներից դա ենք։ Փորձից կարամ ասեմ, որ ինձ եկել ասել են բժիշկ ջան, ձեզ չենք ճանաչել, բայց հիմա մենք ձեզ անսահման վստահում ենք։ Չգիտեմ ոնց եմ դա ասել, ձայնից ձևնա վստահ եմ խոսում, չգիտեմ որն է, բայց կարող եմ վստահությունը գրավեմ մարդկանց։ Դա քո ապրումակցման տարերն են աշխատում, Ավետ ջան։ Մասնագետի հենց բաց լինել, ընդունել հիվանդին այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա։ Առանց քննադատողական մոտեցման եւ համբերատար ու հանգիստ ձևակերպումներ դնել իր բառերում, որոնք որ հիվանդին կամ մարդուն կտանեն վստահության դաշտ, որպեսզի ինքը վստահի, որ այս բուժում իրան ինչ-որ բան տալու է։ Եվ ինքը գնա այդ սխեմայով։ Երբ որ մենք դա չենք անում, երբ մենք դրա մեջ չենք մտնում, մենք ինքնաբերաբար փակում ենք մեր դաշտը, հիվանդը ինքը բոլոր պարագաներում մարդ է, ով այն համակարգն է, որ զգում է, ինքը ապրում է, ինքը վերցնում է, ինքը տեսնում է, դու ասում ես ոնց ես ջղայնացած, բայց ինքը այլ բանի ակնկալիքով էր եկել, որտեղ իրան ասել են, որ գիտես ինքը այնքան բարեհամբույր բժիշկ է։ Այստեղ այդ բախումները լինում են ներքին, որի արդյունքում էլ հենց ստացվում է, որ մեր բուժումները կարող են եւ արդյունավետ չլինել, որովհետեւ շատ են լինում որովհետեները ինչու։ Այ մի հատ հիմա թեման գնանք, շատ խոսացինք պացիենտներից բուժառուներից, այ մի հատ հիմա իրանց մասով խոսանք, բժիշկների մասով քիչ շատից հասկացանք, էսի շատ ծավալուն թեմա, մեզ մի քանի այսպես շատ sense երկար ժամեր է պետք լինում, մի քանի ոդքասթ որ նկարենք, գանք մի հատ բուժառուներին, որ իրանք կոնֆլիկտային են լինում։ Ոնց է ստացվում, իրանք կոնֆլիկտային են լինում։ Մարդը եկել առաջին անգամ կոմոդ, իմ դեպքերից պատմեմ, պացիենտ եկավ, գերվոգևորված, գերգրգռված, ես գնացի այն կլինիկա, sense ասի հանգիստ։ Բան չի եղել։ Հիմա մի հատ նորմալ ասեք հասկանամ։ Ասած որ գնացել է ուրիշ կլինիկա, իրան առաջարկել են որ պետքա նայեն մի հատ դերմատոսկոպով, ուսումնասիրեն, որովհետև կարող է դա գոյացությունը, որը չարորակ կարող է լինի։ Ասում են լավ, մի հատ եկեք նստեք նայեմ։ Դերմատոսկոպ չունեմ, զուտ ուրիշ գործիքով մոտավոր նայում եմ, իհարկե ասում եմ մաշկաբան պետքա նայի, որովհետև դա իմ պրոֆիլը չի։ Ես ասում եմ, ես եմ տեսնում, բայց վերջնական ախտորոշում պետքա դրվի հյուսվածքաբանական հետազոտության վրա։ Ասի ես որ անեմ այստեղ, ես կտրվածքով եմ անելու։ Կարամ հեռացնեմ, ուղարկեմ հետազոտության, վերջնական պատասխանը դուք ստանաք։ Դրանից հետո արդեն հասկանանք ինչ ենք անում։ Բարորակա, չարորակա, որ հասկանանք։ Ասացի այն կլինիկայում ձեզ ինչ են առաջարկել, ասաց, եթե չեմ սխալվում, լազերային թե այլ տարբերակով հեռացում։ Ասացի կարող եք դրան դիմել, որ ինքը ավելի արագ է լինելու ձեր համար, ավելի քիչ ցավոտ, ավելի քիչ տրավմատիկ։ Կարող եք վստահել իրենց, ու ես ուզում եմ հասկանամ, ոնց պացիենտը գրգռված վիճակով եկավ ինձ մոտ, ես իրան վստահեցի, որ այն մի կլինիկայում ամեն ինչ ճիշտ են ասել, ինքը այնտեղ կստանա բուժում։ Եթե մենք գանք մեր հիվանդներին եւ մեր հիվանդների հոգեհուզական վիճակներին, ապա պետքա գնանք էլի հետ։ Որտեղից է առաջացել իր գրգռվածությունը։ Նախ բաղադրատարերը էլի շատ տարբեր կարող են լինել, ինչ իրավիճակներում է ինքը եղել, ինչ անձնական փորձեր է ունեցել այլ բժիշկների մոտ, ոնց է սոցիումը իրան ընդունում, սրանք բոլոր ընկետերն են, որոնք որ կարող են առաջացնել հիվանդի մոտ հուզական գրգռվածություն։
եւ ըստ այդմ որն է իր գրգռվածության տվյալ պահի նպատակը, որ եկել է ու կոմոդ սկսում է ցույցաբերել իր հուզական վիճակը։ Սա բողոքն է սովորաբար մեր հիվանդի։ Բողոք տարբեր տեղերի, տարբեր իրավիճակներից առաջացած։ Եվ քանի որ մեր հիվանդը բառացի դա չի կարող ասել, խոսում են իր փոխարեն էմոցիաները։ Ինքը ջղայնացած է, որովհետև մի երկու հիվանդանոց կամ մի քանի բժշկի այցելել է, ստացել է ոչ համապատասխան բուժում, չի ստացել արդյունք, կամ ստացել է ոչ համապատասխան վերաբերմունք։ Ինքը ջղայնացած է, որովհետև ֆինանսական վիճակը չի կարգավորվել այնքան, որ ինքը բուժում ունենա, հա, սրանից ելնելով են գալիս։ Ինձ համապատասխան աջակցություն չի ցուցաբերվում, ես թոշակառու եմ օրինակ, ես հաշմանդամության կարգ ունեմ, մեր հիվանդի ակնկալիքները եւ իրականության բախումը բերում է հուզական գրգռվածության։ Մեր հիվանդի անցած անձնական փորձը եւ իրավիճակի հանդեպ ունեցած իր մոտեցումները բերում են նորից կոնֆլիկտային հակամարտող հարաբերությունների։ Ինչա մեզ հարկավոր, ինչա բժշկին հարկավոր այս պարագայում։ Ես հասկանում եմ, որ հիվանդը, ես պետք է ընդունեմ, որ ինձ մոտ եկող որևէ հիվանդ չի կարող լինել նորմայի մեջ։ Հա, պատկերացնում եմ։ Սա այն ամենառիսկային կետերն եմ ասում, որ պետք է բժշկության մեջ ոնց որ մեր աչքի առջև ունենանք, որ հիվանդը արդեն իսկ ինքը կայուն չի, ոնց որ քիչ առաջ ասեցի։ Կարող ենք ունենալ adekvat հիվանդներ, բայց իրենց մոտ էլ բոլոր պարագաներում հուզական ինչ-որ շեմը խախտված է։ Եթե խոսում ենք մենք կոնֆլիկտային հիվանդների մասին, սրանք այն դեպքերն են, երբ որ մարդը բազմակի վնասումներ ունի արդեն իր ներսում եւ իր բողոքը նման ձևով արտահայտում։ Սովորաբար մենք էլ շատ իրավիճակներում փորձի արդյունքում անհաջողություններ ունենալուց պայթում ենք։ Ինչ որ մեկի մոտ անհիմն սկսում ենք բարձր տոնով խոսել։ Թեկուզ աշխատավայրում իրավիճակներ են լինում, երբ որ ոչ ամբողջական այդ կոպիտ ասած գեշտալտ վիճակներին չենք հասնում, իրար չեն հասկանում, ընդունում չունեն, չկա այդ փոխադարձ լուծման եղանակները, անձը ինքը ինքնաբերաբար սկսում է հուզական պորտկումներ ունենալ։ Հատհապման պարագայում այստեղ մենք խոսելու ենք մեր ակտիվ լսողության մասին։ Հասկացա քեզ։ Մեկը ինչքան էլ լսողությունը ակտիվ լինի պացիենտի կողմից կամ բժշկի կողմից, դեպքեր են լինում, որ այնպիսի տպավորությունը, որ եկել են կոմոդ, որ սադրեն։ Այ կոնֆլիկտային չասենք, արդեն սադրանքին անցնենք, այդի ոնց կարելի է բացահայտել, որ դա սադրանք է։ Բոլոր իրավիճակները կարող են հասնել դրան, ենթադրելի կարող են հասնել դրան, եւ սա հարցի մյուս կողմն է, ինչու է մեր հիվանդը ուզում սադրել, կամ ինչու եմ ես գնահատում, որ դա սադրանք է։ Որն է սադրանքը իմ համար։ Եթե ինձ ես հարցնում, ուրեմն սադրանքը այն է, որ ինքը ստիպում է քեզ, ասես այն ինքը ինչ որ ուզում է լսի։ Շնորհակալություն։ Դա որովհետև շատ է եղել պացիենտներ, մի հատ լավ օրինակ բերեմ, մի պացիենտ գրեց, ասեց X միջոցառումից հետո հնարավոր է լինի բերանի որևէ հատվածում թարախակույտ։ Ասեցի, եթե չեմ սխալվում, այդ դրանից ասեցի չի լինի, կոնկրետ դրանից չի լինի, եթե տվյալ հատվածում չկա, ուրեմն ավելի խորը շերտերում դժվար թե լինի, բայց ասես հավանականությունը 0 չի։ Ու ինքը անընդհատ ուղղորդող հարցեր տալիս, որպեսզի տեսնի ես գրել եմ իրան, էդի այո դրանից է։ Ես դա հասկացա սադրանք է, որ դա պետք է օգտագործվի ինչ որ բանի համար։ Այսա չեմ կարես ասում սադրանք չի։ Այդ պահին ինձ պայեցի շատ քաղաքական դեմքի պես, նորից նույն պատասխանը տվեցի, էլ չգրեց ինձ այդ հարցով։ Բայց հնարավոր ուրիշին գրել է, այդ սադրանքը չի դիմացել մարդը, կոպտել է կամ ընդհակառակային պատասխան ստացել, որ տվյալ մարդը ուզում էր։ Հիմա այս հարցը ոնց կարելի է մտածել հոգեբանական տեսանկյունից։ Շատ լավ։ Ես սովորաբար հիմա քիչեցնեմ իրավիճակը ավելի տարիքային փոքր չեմի։ Երբ որ երեխաները ծնողներին բան են հարցնում, ինչ որ հարց են տալիս։
ռիսկային հարցեր, հարցեր, որոնք որ մեծահասակների գլխում ցած տարբեր երևակայական բաներ են զարգացնում, որտեղից կարար իմանալ, ոնց է իմացել, եւ սկսում են խառնվել մեծահասակները ու տարբեր տարբերակներ են փնտրում, որպիսի կամ թեման փակեն, հասանելի չդարձնեն երեխային, կամ ասում են բաներ, որ շատ անգամներ նաև գերինֆորմացիա են տալիս ու երեխային պատկերավոր դաշտում նոր ինչ-որ տարեր են մտցնում, նոր երևակայական պատկերներ են մտցնում։ Իրականում, երբ որ երեխան հարց տալիս, դրա մասին արդեն իսկ ինֆորմացիա ունի։ Հետևաբար, տեխնիկան այսպիսին է։ Հարցին հարցով ենք պատասխանում, ինչ գիտի, որտեղից է ինքը լսել, ինչ է մտածում դրա մասին, եւ ըստ այդմ իր տված ինֆորմացիայով, իր տված ինֆորմացիան վերադարձնում ենք իրեն, որպեսզի ոչ վնասենք երեխային, ոչ գերինֆորմացնենք, ոչ տրավմայի ենթարկենք, միգուցե այնպես բան ասենք, որ մեծահասակներով երեխան Տակից դուրս չգնան գնաց բան ասենք։ Հա, ու հասկանա, որ ինչքան դաժան է այս աշխարհը, որտեղ մենք ունենք ըստ տարիքի պատասխան ինֆորմացիաներ, որոնք պետք է շատ զգուշությամբ մատուցել։ Նույնը հիվանդների պարագայումը։ Անձը, երբ որ ինչ-որ բանի դիմում է, ինքը արդեն իսկ դրա ետևում ունի իր պատասխանը, սեփական պատասխանը։ Իմ բժշկի մոտեցումը պետք է լինի հետևյալում, հարցադրումներ պետք է լինեն։ Ինչ ես ուզում դու։ Ոնց ես ուզում դու։ Ոնց ես պատկերացնում։ Այդ հիվանդությունը ոնց է լուծվում։ Հա։ Մարդը տալիս է ինչ-որ մեխանիզմ, ես պատկերացնում եմ, որ այս դեղը որ տաս, այս տարբերակը եթե անենք, կկարգավորվի։ Ասում եմ շատ լավ։ Եթե դու ունես այս տարբերակը, ես էլ առաջարկում եմ քեզ այս տարբերակը։ Ընտրությունը քոնն է։ Փորձում ես ոչ թե իր հետ հակամարտող հարաբերություններում գնալ ապացուցողական մոտեցումների, որովհետև երբ որ հիվանդը սադրել հենց դա է, երբ որ դու փորձում ես իրան ապացուցել, ինքը սխալ է։ Ինքը դրանից ավելի ակտիվանում, չէ, ես ճիշտ եմ։ Ու նորից պետք է ասեմ, հա, սադրել տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում այդ հուզական վիճակին։ Ավելի հստակ կլինի, եթե ես ասեմ, որ գրգռում է կամ ակտիվացնում է կոնֆլիկտը, տանում է դեպի կոնֆլիկտային իրավիճակի ինձ։ Իմ քայլը պետք է լինի նրան, որ ես իրեն թողնեմ իր ընտրության մեջ, ոչ թե ես ստիպեմ իմ տարբերակը։ Հնարավոր է մարդը ուզում է մահանա։ Ես չեմ կարող ասել, չէ, այստեղը դու պետքա պարտադիր խմես, որ լավանաս, ինքը ուզում է մահանալ։ Այստեղ ոնց որ գնում է արդեն հոգեբանի դաշտ, հոգեբանը թող իր հետ աշխատի։ Հա, դա արդեն բժշկությունից շատ դուրս վիճակ է, էլի։ Բժշկի պարագայում, որպեսզի ինքը էմոցիոնալ այդ գերհյուսվածությանը չհասնի իր հիվանդի հետ, ինքը լսում է իր հիվանդի տարբերակը, շնորհակալություն, ես էլ ունեմ այս տարբերակը։ Ընտրությունը քոնն է, որն ես դու ուզում։ Այսինքն այսօր հենց արհեստական բանականության հետ կապված թեմայից է խոսում կլինիկայում ներկայացնում է արհեստական բանականությունը, բժշկությունը եւ այլն ու դոկտորներից մեկը հարց տվեց ասեց ենթադրենք պացիենտը արդեն տեղեկացված եկել է դեղերի դոզաների մասին, հիվանդության մասին շատ գրագետ, բժշկի նման ինքը այդ ինֆորմացիան կարդացել է, եկել է, այս դեպքում ոնց վարվենք։ Ոչ այնա ասես, չէ դու սխալ ես արել, որ իմացել ես դրա մասին, մարդը իրավասու է իմանալ ամեն ինչի մասին, ինչ որ ուզում է, բայց մյուս կողմից էլ այդ դեպքում որն է դառնում բժշկի գործառույթը այստեղ։ Ինքը գալիս է, որ վերջնական հաստատում ստանա մասնագետի կողմից, թե ուղղակի սեփական էգոն բավարարելու համար ինչ տարբերակներով աշխատում սա։ Սովորաբար հոգեբանների մոտ էլ գալիս են շատ ինֆորմացված։ Գիտեն շատ լավ դեպրեսիայի մասին, տագնապի մասին, գիտեն լուծման եղանակները, կարդացել են 101,000 ինչ-որ կայք էջերից, լսել են հարյուրավոր հոգեբանների աշխարհի հռչակ մարդկանց, բայց իրանք եկել են հոգեբանի մոտ թերապիա անցնելու։ Երբ որ նման տարբերակով գալիս ենք, սա խոսում է, որ դեռ ես ամբողջական իմ բուժման մասին չգիտեմ ոնց դա անեմ, ձևը չգիտեմ։
Ես շատ բաներ լսել եմ, բայց գործիքին չեմ տիրապետել։ Բայց դա խառը բառեր, ես մի երկու բառը չհասկացա ինչ պետք է։ Ես տարիներ առաջ երբ որ ճեմարանում էի աշխատում, համասարանական մասայի հետ, սաները, ովքեր պատրաստում են համասան ընդունվելու, շատ լավ ֆիքսել եմ այս արտահայտությունը սաների, երբ որ ասին, գիտեք ինչ, մենք շատ լավ ինֆորմացված ենք, բայց մենք չգիտենք գործիքները, մեզ սովորեցրեք գործիքներ, ոնց ես դա անեմ, ինչ ձևով անեմ։ Չէ, ես գիտեմ, Google-ը բացում եմ, այս կայքը բացում եմ, կայքը բացում եմ, ինձ լիքը բաներ ա տալիս։ Նույնը հիվանդի պարագայում է, ինքը շատ տարբեր տեղերից, շատ տարբեր բաներ կարդում է, իմացյալ է, գիտի, քաղցկեղը, որտեվ իր հետաքրքրությունն է ոնց անի, որ ինքը բուժման կետին հասնի ինքնուրույն։ Բայց ինքը չի կարողանում գտնել այդ տարբերակը, ի վերջո ո՞րն է դա, որտեվ ինքը չի ախտորոշում, ինքը չի կարող իրան ախտորոշել։ Ինքը չի կարող հասկանալ, որ դոզայից ինչ պետք է անի։ Սովորաբար այո, շատ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ինքնուրույն ինքնաբուժությամբ են զբաղվում, ցավոք թե բարեբախտաբար դա արդեն իրենք ասեն։ Իրանք ասեն լավ է, այդ կապով ենք նայում։ Հա, նայած ինչ նպատակից, այո, ինչ նպատակով է։ Բայց բոլոր պարագաներում ավեջան մարդը չի տիրապետում այն մեխանիզմին, երբ որ գալիս է բժշկի մոտ արդեն իսկ ինքը ցույց տալիս է, որ գիտես, ես գիտեմ, սա նաև կարող ենք դիտարկել ու գնահատել ինքնապաշտպանություն բժշկի հետ հարաբերություններում կամ ինքնա ներկայացում, որ ես այսքան գիտակ եմ, բժիշկ ջան, շատ լավ դա գիտեմ, բայց իր ենթատեքստը ասում է, բայց ես չգիտեմ, ոնց բուժվեմ։ Ես չգիտեմ որտեղն է իմ օրգանիզմին համապատասխանում, հետևաբար խնդրելու եմ դու ինձ ցույց տաս այդ ճանապարհը։ Սա դա մյուս տարբերակն է մեր հիվանդների։ Հիվանդների մյուս խումբն է, որ գալիս է ու ակնկալիք ունի ստանալու հենց ուղիղ գործիքը բուժվելու։ Հիմա հաշտական բանականությունից մի քիչ խոսանք։ Если Марта шат русский лав хоска, меньше знаешь, крепче спишь. Այդ խոսքից ելնելով հիմա ոնց բուժարուն իրան պաշտպանի գերինֆորմացիայից, հետաքրքրությունից, որ այն թևին լինի, որ ինքը իրան բավարարել է իր հետաքրքրությունը, կարդացել է դրա մասին, բայց չանցնի այն տագնապի զոնան, օրինակ այտենց մեմեր կային, որ ասում է Google-ով մանես գալի ոտը ցավում, ասում է գլխի քաղցկեղ ունես։ Այդ դրանից ինքը այդ պանիկային ոնց չհասնի ինքը։ Մենք ոնց օգնենք, որ ինքը չհասնի դրան։ Բժիշկները ոնց օգնեն։ Այո։ Շատ բարդ հարցադրում է մեր օրերի համար, քանի որ այսօր եւ ինֆորմացիայի դաշտն է բավականին լայն եւ մարդիկ են չափից ավել շատ, ովքեր տարատեսակ, տարաբովանդակ ինֆորմացիաներ են տարածում, մարքեթինգը լավ է աշխատում մեր օրերում, արդյունքը էական չի ինչա, բայց աշխատում է։ Որպեսզի մենք մեր հիվանդին օգնենք այս հարցում, պետք է այդ վստահելի զոնան իրար հետ ստեղծենք։ Ես սովորաբար ես էլ ունեմ այցելուներ, ովքեր գալիս են այդ գեր ինֆորմացվածությունից, նույնիսկ թերապևտիկ աշխատանքի ընթացքում աշխատում ենք, գնում են, գալիս են, ասում են, գիտեք, ձեր ասածը նորից գնացի, մի հատ ուրիշ հոգեբանի էլ լսեցի, ու այս տարբերակն էլ կա, դուք ոնց եք մտածում։ Ես սովորաբար ասում եմ, դու որ տարբերակն ես ուզում, իմ հետ միասին գնանք այս ճանապարհորդությունը, թե դու ուզում ես երրորդ անձին էլ բերել մեզ հետ։ Եթե բերում ես, հետևաբար ինչ ենք մենք սա անում, ու եթե անում ենք, ինչքանով է ինքը քեզ օգնում կամ խանգարում, բժշկական համակարգում, սա ավելի շատ, ավելի հստակ է նրանով, որ իմ մոտեցումն այսպիսինն է, իմ աշխատավոճը այսպիսինն է, իմ գործիքները սրանք են։ Քեզ հարմար է դա, դու ոնց ես կարծում, քեզ լավ է այսպես, որտեվ երբ որ դու ինֆորմացիաներ ես ուսումնասիրում, դա շատ լավ է, ողջունում ենք մարդուն, որ ինքը հետաքրքրվում է դրանով, բայց շատ դուրս եկավեցի, որ անկաստ թեվաթափ չանես։ Հա, չենք ասում դու ճիշտ ես, սխալ ես անում, սա շատ կարևոր է,
որտեղ մենք դրանով ոնց որ որոշակի բաներ փակում ենք մեր հիվանդի առջև, որ գիտես դու ոնց որ թե այդքան էլ գրագետ չես այս ոլորտում, ես եմ Սամի великолепный ու այս պարագայում այո ասում ենք շատ լավ է որ դու ուսումնասիրում ես, շատ գրագետ մոտեցում է եւ այլն, ողջունում ենք իր այդ քայլը, բայց ասում ենք գիտեք կան բաներ, որոնք որ երբ որ դուք կարդում եք, հնարավոր է ոչ համապատասխան ինֆորմացիաներ լինեն ու ձեզ շփոթեցնեն։ Կարող ենք մի որոշ ժամանակ պայմանավորվել, օրինակ չնայել, չդիտել, զերծ պահել ձեզ ու գնանք իրար հետ միասին։ Միանշանակ, այո, ես պետք է շեշտադրեմ, որ բժշկի մասնագիտության դաշտում պետք է լինի փոքրիկ այս հոգեբանական մոտեցումները, որտեղ հենց դրանք են նաև խթանողը բուժական process իրականացնելուն։ Եթե ինձ համար կարևոր է իմ հիվանդը, եթե ես ընդունում եմ, որ ես բժիշկն եմ եւ կարևոր է իմ բուժական գործը հասցնել ինչ որ կետի, ես չգիտեմ իմ հիվանդի ընտրությունը մինչև որտեղ է հասնում, բայց ես հասնեմ մի կետի, որտեղ որ ես իմ գործը անում եմ իմ հիվանդի համար։ Այս պայմանավորվածությունը ներքին պետք է նաև լինի, որովհետև կարևոր է քո հիվանդը եւ դու ինչ փոխհարաբերության մեջ եք գտնվում։ Եվ երբ որ այդ կոնտակտը ստեղծվում է, վստահաբար նաև բժիշկը այլևս այլ բժիշկների կամ այլ ինֆորմացիաների կամ այլ հարթակների կարիքը որպես այդպեսին չի զգում, չի գնում դրան։ Սովորաբար մարդը գնում է այլ ինֆորմացիաների դաշտ, որովհետև ինքը ունի այո տագնապ, ինքը ունի անորոշության զգացում, իրան հարկավոր է որոշակիություն, ինքը փնտրում է իր հիվանդությունը ինչից առաջացավ, ոնց կարելի է դրա կանխման ինչ միջոցներ կան, այս անորոշությունը մենք հարթելու կամ որոշակի դարձնելու համար տալիս ենք մեր բժշկական գործիքները։ Հստակություն, որքան հստակ է խոսում բժիշկը իր հիվանդի հետ, այդքան վստահելի եւ այդքան կառավարելի է դարձնում իրավիճակը։ Մի հատ օրինակ հիշեցի, մի պացիենտ եկել էր, գանգատվում էր վերին ծնոտում երկու կողմից ու ստորին ծնոտում հատվածը, եթե չեմ սխալվում, ձախ կողմում ցավերից էր բողոքում, կատա հետազոտություն էր անցել, զննեցի ու բոլոր այն հատվածներում, որտեղ ինքը նշում էր ցավ, այդտեղ փոքր քանակով պլոմբանյութ էր լցված։ Բայց ես 100%-անոց վստահ չեմ, որ ես հեռացնեմ այդ ատամը, ինքը կստանա այն բուժական մակարդակը ցավերից ազատման, որ ինքը ուզում է։ Հիմա ես սին հույսեր չեմ տալիս, որովհետև ինքը կարող մտածում միանգամից անցնելու, որովհետև որոշ դեպքերում նույնիսկ հոգեբույժի կարիք է լինում, որ իրենք իրանց դեղամիջոցներով բուժեն նամանավանդ երկարատև ցավով տառապողների դեպքում, այս դեպքում իհարկե չեկավ այդ պացիենտը հետո մոտս, չհասկացանք իրար երևի կամ բավարար չկայացա իր պահանջմունքներին, պատկերացումներին բավարարեմ։ Հիմա այս դեպքում ոնց անեմ, որ գոնե մարդը, լավ, ես չեմ ասում որ պարտադիր պիտի գա իմ մոտ, գոնե ինչ որ որոշակիություն ունենա, որովհետև անգամ իմ մոտ ես չեմ կարող այն 100%-անոց այդ գարանտիա ասածը տամ։ Այդ 100%-անոց գարանտիան ոնց կարելի է բացատրել պացիենտին, որ ես չեմ կարող բոլոր արդյունքների համար 100%-անոց գարանտիա տամ։ Սենց մի հատ դեպքեր, մեսի ոնց կարելի անել։ Սովորաբար շատ կարևոր է հստակ լինել նրա հետ ինչ ես դու անելու։ Եվ քո քայլերը, բուժական քայլերը ներկայացնել, որ կետից այլևս առաջ չես կարողանալու գնալ։ Եվ նորից հիվանդը ընտրելու է քո մոտ գա, թե չգա։ Բայց ազնիվը եւ քո մասնագիտության եւ մասնագետի հանդեպ եւ քո հիվանդի հանդեպ, որ դու հստակ եւ ռեալ ներկայացնես։ Արդյոք տվյալ բուժումը ինքը ինչ որ արդյունք տալու է, թե այսքանն է տալու։ Հնարավոր է, շատ հավանական է բժշկության մեջ եւս այդ արդյունքը 100%-անոց երաշխավորվածություն չունի եւ բժիշկը պետք է նաև այն մյուս ռիսկային հատվածն էլ ներկայացնի հիվանդին։
որ այս դեղորայքը օրինակ 10 օր ընդունելուց հետո դու սա կունենաս, բայց քո հիվանդությունը օրինակ տևական ինչ-որ ժամանակահատված է պահանջում, գիտեք, ես այս մասով խորհուրդ կտամ այս բժիշկին մոտենալ, որտեվ դրանից հետո շատ կոպիտ ասած, իմ գործիքները ինձ չեն օգնում։ Ես չունեմ այդ գործիքը, որով որ կկարողանամ քեզ օգնել։ Շատ դեպքեր են հանդիպում, երբ որ բժիշկները այդ մասնագիտական ճակերտավոր վնասում չունենալու կամ հեղինակություն իրենց չվնասելու պատճառով կամ հետևանքը ստացվում է շատ վատ, որովհետև իրենք ամբողջական պատասխանատվություն ստանձնում են ու ինչ որ ճակերտավոր փորձարական աշխատանք են անում։ Տեսնենք կստացվի թե չէ, կամ ի վերջո հասցնեմ այս մարդուն այս կետին, որ նոր հանգստանամ։ Շատ կան նման բժիշկներ, ես ինքս հանդիպել եմ, բայց ստացվում է, որ հիվանդների հետ ունեցել եմ նման հիվանդներ, երբ որ արդյունքում զգացել եմ, որ բժիշկը իր հետ փորձարկում է անում, իրան չի բուժում։ Նման օրինակ դեպքերն էլ եմ բերում անվստահության եւ հետեւաբար որպեսզի ես ազնիվ լինեմ իմ աշխատանքի ընթացակարգի հետ, ես պետքա նախ եւ չափեմ որքանով են իմ գործիքները հավանական տվյալ հիվանդությունը բուժելու հարցում եւ եթե ոչ, նորից ներկայացնեմ, որ ես չունեմ այս գործիքը կամ հասնելու եմ մինչև այս կետը։ Դրանից հետո ես պատասխանատվություն չեմ ստանձնում։ Կարող եմ ուղղորդել կամ կարող եմ թողնել ձեզ, որպեսզի այս այդ հստակության սահմանը իմ հիվանդին տամ ռեալ պատկեր, ինչ եմ ես իր հետ անելու։ Եվ ոչ թե տամ գեր հուսադրում եւ վստահություն, որ լիարժեք մենք միասին անցնելու ենք ու շատ լավ է լինելու։ Հույս տալը լավ բան է, բայց եթե դա որոշակի է։ Եթե անորոշության մեջ ենք մենք թողնելու հետո այս մարդուն, 15%։ 15%, հա, եթե դա կիսատ է լինելու, այստեղ մենք արդեն ստացվում է մեր հիվանդին ենք վնասում, զուգահեռաբար մենք նաև մեր մասնագետին, հա, մեր մեջ եղած մասնագետ դերը սկսում ենք որոշակի առումով վնասել։ Անջան, այս ամեն ինչը մի հատ ամփոփելով կուզեմ մեր դիտողներին հիշեցնել կամ ազդարարել, որ դեկտեմբերի 20-ին Zoom հարթակով տեղի ունենալու Անի Ենգիբարյանի դասընթացը, որտեղ այս ամեն ինչը ավելի գործիքակազմով եւ ավելի մանրամասն ներկայացվելու։ Այո, շատ կարեւոր են դասընթացները, գործնական դասընթացները։ Ողջունելի կլինի, որ ոլորտի մասնագետները ինքնակրթվեն կամ կրթվեն ոչ միայն մասնագիտական գործիքներ զարգացնելով, այլ նաեւ եւ իրենց անձի եւ նաեւ հարակից այլ հմտություններ ձևավորելու, զարգացնելու դիրքորոշումն ունենալ ու ակտիվություն ցուցաբերեն նաեւ նման օրինակ դասընթացների վերապատրաստվել։ Սա էր ամբողջ ասվածի նաև եթե ամփոփենք ինքնակրթումը եւ մարզումը, եթե գալիս են հարցադրումների համապատասխան կան գործիքներ, իսկ գործիքները դրանք նոր հմտություններ զարգացնելու, ձևավորելու, ճանաչելու եւ կիրառության մեջ դնելուն են։ Շնորհակալություն Անի ջան, ապրես շատ այս ինֆորմատիվ հաղորդակցության համար, իմ համար ամենայն դեպս ես շատ բան բացահայտեցի, թե որտեղ եմ ինչ թերացել, ինչն եմ շատ արել, ինչն եմ քիչ արել, շատ ապրես, ու դասընթացին երբ որ մարդիկ միանան, ինձ թվում է շատ ավելի շատ մարդիկ իրանց համար կբացահայտեն շատ ավելի շատ, քան իրանք պատկերացնում են։ Շնորհակալություն, սիրով պատրաստական կսպասենք լսարանին միասին աշխատելու։